Ողջույն բոլորին, այս տեսանյութում կնայենք հաջորդ շաբաթվա կանխատեսումը բոլոր ամսվա ծնված նշանների համար, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Կնայենք ինչպես միշտ նույն ոլորտները, որովհետև ինձ թվում է դա է մեզ համար շատ կարևոր, բնականաբար, եւ հավելյալ քարտեր ինչու չեմ հանում, որովհետև այդպես մարդիկ ավելի շատ են խճճվում իրենց թե ինչ է իրենց սպասում, ոնց որ ինչ որ մի բան են դետալ են գտնում իրենց կյանքին վերաբերվող եւ հասկանում, որ հենց այդպես պետքա լինի իրենց կյանքը հաջորդ շաբաթ։ Մենք ոչ ոքս չգիտենք, թե ինչ է լինելու անգամ մեր վաղվա օրը, մեր 5 րոպե հետո, մի րոպե հետո, ուր մնաց հասկանանք 1 շաբաթ հետո։ Դրա համար այն ինչ որ ձեզ ասվում է, դա ուղղակի ձեզ համար ոչ նշույլ է, հա, ոնց որ այս նմանատիպ բաներ կարող են լինել։ Եթե ուզում եք լավը լինի, ուրեմն այսպես արեք, եթե ուզում եք վատը լինի, ուրեմն այնպես արեք, հա, ոնց որ ձեզ ուղղորդում են քարտերը, ոչ թե ասում են, որ հստակ ձեզ հետ այդպես է լինելու։ Եթե ձեզ այդպես են ասում, դուք լսած կլինեք, ես միշտ ասում եմ կարող է։ Եթե ես հստակ ձեզ ասեմ ինչ է լինելու, ես ձեզ ոնց որ պրոգրամա եմ տալիս, հա, ես ձեզ կարգավորում եմ, որ ձեր կյանքում պետք է լինի սա։ Բայց ես թողնում եմ ձեզ, որովհետև դուք կարող եք փոխել ձեր կյանքը, այսինքն իմանալով, որ ինչ-որ մեկի հետ կարող եք վիճել, ձեր ընտանիքի անդամի հետ կարող եք վիճել, ուրիշ ձև արդեն պահեք ձեզ, ուրիշ ձև խոսեք իրենց հետ, իրենց լարված պահերին ուրիշ ձև անդրադառնաք։ Դրա համար եմ ես միշտ ասում, որ այս քարտերը ձեզ հուշումներ են, ոչ թե պարտադրում են ձեզ, որ ձեր կյանքում նման բան պետքա լինի։ Մի վերագրեք, այ եթե դուք վերագրում եք, որ դուք ոչ կենթանակերպի նշան եք եւ ձեզ դրա համար վատ են վերաբերվում, այ ինչքան ասում եք, այնքան շատ են վատ վերաբերվում, որտեղ դուք դա եք ուզում։ Տիեզերքին ասում եք, այսպես եմ ուզում, որ այսպես ինձ վերաբերվեն, այդպես է վերաբերվում են։ Այն ինչ որ մարդը ուզում է, այն էլ ստանում է։ Եթե ես քարտը ասում եմ, որ սա է լինելու եւ դուք գտնում եք, որ դա լավ բան է, եւ եթե դուք դա ուզում եք, դա գալիս է ձեր կյանք։ Եթե վատ բանն եք տրամադրվում, վայ վատ բան է, վայ կլինի, վայ, հենց այդ վատ բանը կլինի ձեր կյանքում։ Դուք ձեզ պրոգրամա եք տալիս, իսկ այսպես լսում եք, հասկանում եք, ահա կարող է այստեղ խնդիր լինի։ Լավ, ուրեմն ուրիշ կերպ կարելի է այս հարցին նայել ու վերջ։ Դա է ճիշտը քարտերը նայելու ժամանակ, ոչ թե ձեզ ինչ-որ մեկը պարտադրի, ձեզ ինչ-որ մեկը կանոնավոր այդպես պլանավորի ձեր կյանքը, այդպես չկա, այդպես չի կարելի, քարտերը այդպես չեն անում, քարտերը միշտ ձեզ հուշում են, այս սա կարող է լինել ձեզ մոտ, ուզում ես լինի, մտածի այդ մասին, անընդհատ մտածի եւ դա կլինի, նույնն է լավ բանը, ինչքան եթե այստեղ ասվում է, որ լավ բան է լինելու, եթե ֆիքսվեք այդ լավ բանի վրա, ուրեմն այդ լավ բանն էլ ձեզ հետ տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում։ Դե տեսնենք ինչ լավ բաներ են տեղի ունենալու մեզ բոլորիս հետ հաջորդ շաբաթ։ Եվ գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը բավականին շատ փոփոխություն է տեղի ունենալու ձեզ մոտ, ոմանք կարող է տեղափոխվեն, մեկ այլ բնակարան, մեկ այլ տարածք, ոմանց մոտ նաև հղիություն, ծննդաբերություն, միգուցե ձերն է, միգուցե ձեր հարազատինն է, այդպես իմանում եք, փոփոխությունը յուրաքանչյուր ոլորտում կարող է լինել, մտնում է ձեր կյանք։ Սա նաև երկար ճանապարհ է, միգուցե գնում եք ճանապարհորդության, գնում եք հանգստանալու, հեռվից կարող եք լուր լսել նաև, չի բացառվում։ Տեսնենք ինչ է սպասվում խոյերին։ Կամ ձնական կյանքը մի քիչ խնդիրներ կան։ Գուցե իրար չեք կարողam հասկանալ, ամեն մեկդ մի բան եք ասում եւ չեք կարողam իրար հասկանալ, բախվում եք անընդհատ իրար, նա ասում է այսպես, դուք ասում եք այսպես եւ այդպես շարունակվում է։ Նայեք, հիմա ասած ձեզ արդեն խորհուրդ է, որ միգուցե եւ իրար չհասկանաք, միգուցե եւ ինչ որ խնդիրներ լինեն, դրա համար փորձեք յուրաքանչյուր հարց ավելի հանգիստ լուծեք։ Որովհետեւ լաբիրինթից դուրս գալու միակ ելքը դա ավելի հանգիստ լինելն է։ Որովհետև եթե մարդը լարվում է, ինչքան լարվում եք, այնքան ավելի վատ է լինում ձեզ համար։
Այստեղ խնդիրներից պետք է կարողանաք ազատվել։ Այստեղ նաև եթե ուզում եք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, անընդհատ ոնց որ խնդիր կա, չեք կարողանում։ Միգուցե ընտանիքով ինչ-որ բան եք ուզում անել, մեկ էլ բախվում եք ինչ-որ մի խնդրի։ Այդ դեպքում միայն լավը մտածեք, մի մտածեք, վայ, սև շարանն եկավ, ոչ, հենց մտածեք, սև շարանն եկավ, սև շարանը կգա։ Դեռ կարող գաղտնիք բացահայտվել եւ ոնց որ ձեր տեղը չկարողանաք գտնել։ Նաեւ այստեղ ուսման հետ կարող է կապված լինել, դա վերաբերում է երեխաների ուսմանը, բախվում եք այս դեպքում արդեն ֆինանսական խնդրի հետ, որ չեք կարողանա վճարել, երեխան օրինակ, չգիտեմ, հիմա ընդունվում են թե չէ, կամ չի ստացվում երեխային տալ դպրոց, ինստիտուտ եւ այլն, որպեսզի չեք կարողանում այստեղ խնդրի հետ կապված, հա, խնդիրը չեք կարողանում վճարել։ Գաղտնիք է բացահայտվում եւ անընդհատ իրար եք բախվում այդ խանդի դրսևորումներ եւ այլն։ Իսկ փոփոխությունը տեսանք, որ աշխատանքի մեջ է կատարվում, միգուցե տեղափոխվում եք մեկ այլ աշխատանք, ինձ փոփոխությունը աշխատանքում է եւ կարող եք գնալ գործուղման, ճանապարհ գնալ, նաեւ կարող եք տեղափոխվել ոնց որ կողքի բաժին, եթե նման հնարավորություն կա։ Փոփոխություն այստեղ կարող եք գնալ նաեւ մարդիկ լինեն գնան օտար երկրում աշխատելու, նաեւ չի բացառվում։ Կամ ցանկություն ունենաք այս շաբաթ մտածեք այդ մասին, որ արժի գնալ, կարելի է նաև այդպես գնալ այնտեղ աշխատել։ Փոփոխություն կարող է մտնել հենց բուն աշխատանքի մեջ։ Դա կարող է լինել ինչ-որ բան եք անում, հիմա ուրիշ բան եք անում։ Ինչպես այս շաբաթ օրինակ ուրիշ բան են ձեզ հանձնարարում, որ դուք անեք։ Միգուցե բիզնեսի մեջ փոփոխություն մտցնեք, այնտեղ պիտակների փոփոխություն, չգիտեմ, ինչ ասես, կարող է լինել բիզնեսի հետ կապված յուրաքանչյուր բան կարող եք այստեղ փոխել։ Իսկ գումարայինը այստեղ եթե բիզնես ունեք, եթե աշխատանքը եթե ինչ-որ զգում եք, ոնց որ աշխատավարձը քիչ է բարձրանում, դանդաղ է բարձրանում, ոնց որ միշտ աշխատում եք նույն աշխատավարձն է կամ բիզնեսը այդպես շատ ձեզ գումարներ չի բերում, ապա դա եւս այստեղ պետք է սպասել, պետք է համբերատար սպասել, որովհետև ծառը դա դանդաղ է աճում եւ ձեր ֆինանսական եկամուտներն եւս էլի դանդաղ են բարձրանում վեր։ Այստեղ գումար կարող եք ծախսել ձեր գեղեցկության վրա, ոչ թե վիրահատության վրա, կամ օգնեք, աջակցեք ինչ-որ, հա, ձեր ծնողներին աջակցեք, իրենք ձեզ գումարով օգնեն, եթե դրա կարիքը կա։ Ընտանիքի անդամները մեկը մյուսին օգնի ֆինանսապես։ Մեզ նաև ծախսը, հա, սա ոնց որ կարող եք գնալ, օրինակ այս շաբաթ եւ ինչ որ պրոցեդուրաներ անել ձեր գեղեցկության հետ, ձեր մարմնի հետ, մասաժներ եւ այլն եւ գումարը ծախսեք դրա վրա։ Իսկ առողջության հետ կապված բացարձակապես դուք խնդիր չունեք։ Բացարձակ։ Միայն անձնականն է, որ այն էլ արդեն իմացաք, կարող եք ինչ որ չափով ուղումներ անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 20-ից մինչև 26-ը։ Ընդհանուր ֆոնը փաստաթղթերն են, նամակները, ավելի շատ նամակագրական կապի մեջ կլինեք այս շաբաթ, փաստաթղթերը կձևակերպեք, միգուցե շատ կարևոր փաստաթուղթ եք նաև ստորագրում այս շաբաթ, պայմանագիր եք կնքում ինչ-որ մեկի հետ, նաև կարող է շատ կարևոր փաստաթուղթ եք ստանում կամ փաստաթուղթ եք ուղարկում ինչ-որ մեկին, դրա համար էլ ընկել է։ Տեսնենք, միգուցե այստեղ կարող է նոր ծանոթություն է դրա համար է ցույց տալիս նամակագրական կապում մեկ այլ բան է։ Տեսնենք։ Ինչ է սպասվում ցուլերին։ Դա կարող է լինել նաև, ասեք, դա կարող է լինել նաև, օրինակ, ինչ-որ պլան կազմեք, աշխատանքի պլան կամ բիզնես պլան եւ այդպես ոնց որ շարժվեք այդ դրանով, ոնց որ
Այսա պետք է անեմ, նա պետք է անեմ, նա պետք է անեմ, ձեր գործերը ոնց որ բաժանեք մասերի, գրանցեք, որ ինչ պետք է անեք։ Ես ընդհանրապես շատ եմ ձեզ գրում Facebook-ով, հա, այնտեղ բաներ կան, որոնք նաև ասում են, որ պետք է գրեք, բաժանեք մասերի եւ հասկանաք, հա, որն է ձեզ անհրաժեշտ, որը ձեզ անհրաժեշտ չի եւ հանեք դա ձեր կյանքից, որն է ձեզ խանգարում, որն է ձեզ այնց էներգիա տանում։ Այդ ամենը նաև սա է վերաբերում, որ կարող եք շաբաթ նստել ու պես գրանցել ինչ որ բաներ։ Այստեղ անձնական հարաբերությունները մի քիչ խախուտ են։ Երկեսանի մարդիկ կան, ուշադիր եղեք, ձեր հարազատներից նրանք կարող է լինեն, նաև կարող է ինչ որ մեկը փորձում է ձեզ հետ ծանոթանալ, բայց այնտեղ երկեսանի է, ինչ որ հատուկ նպատակով է ձեզ հետ ծանոթանում, բնական է։ Երեխաները, հարազատները կարող են այդպես լինել, ինչ որ մի բան, հա, ձեզանից պոկելու համար, ինչ որ ձեզանից ինչ-որ մի բան վերցնելու համար, հա, կարող են նաև այդպես լինել։ Դե նոր ծանոթությունների հետ ուղղակի շատ զգուշ եղեք, այդպես անմիջապես մի վստահեք իրենց։ Եվ աշխատանքում հաջողություն ունեք, նոր դռներ են բացվելու, դա կարող է լինել այստեղ աշխատանք, բիզնես, կարող եք նոր պայմանագիր կնքել, նաև ընդունվել աշխատանքի կամ երկարացնել օրինակ աշխատանքը, նաև դա հաջողություն յուրաքանչյուր բան կարող է լինել, հա, ինձ ընդունվել աշխատանքի, տեղափոխվել ավելի լավ աշխատանքի, նոր հնարավորություններ են ձեր եւ բիզնեսի համար եւ ձեր աշխատանքի համար, ձեզ կտրվեն այդ հնարավորությունները կամ կարող են ձեզ այնպեսի մի առաջադրանք տալ, որ բարձրացնում է դա ձեր հեղինակությունը, ավելի կարող եք հմտանալ նաև որ ձեր գործում։ Իսկ գումարի հետ կապված, այստեղ ինչ որ աղջիկա հետ է կապված, միգուցե դուք իրան եք գումար տալիս, ինքն է ձեզ գումար տալիս, հա, մի խոսքով իրանք ինչ որ բան չի, հա, այստեղ ձեզ է օգնում, դուք եք օգնում, կամ գնում եք ինչ որ մի տեղից ինչ որ մի աղջիկ է այդ գումար եք վերցնում, կամ իր ծախսերն եք հոգում, կարող ձեր երեխան է, հա, վճարում եք ուսմանը կամ ինչ որ հագուստի համար, ինչ որ բաներ են, որ այստեղ կարող են լինել, երեխաների հետ կապված, ձեր քրոջ հետ կապված, ձեր կնոջ հետ կապված, հա, իրան կարող է կամ ինչ որ մի աղջիկ է դրսում է եւ ձեզ գումարը փոխանցում, կամ դուք եք այդպես գումարը փոխանցում հեռում, այնտեղ, հա, ինչ որ փոստաթղթերի հետ կապված ինչ որ բաներ են։ Եվ նաև այդ օրը կներեք, եւ առողջությունը այստեղ պետք է անպայման ուշադրություն դարձնել մանրուքներին, լավ, որովհետև կարող է ինչ-որ մի փոքր խնդիր է, որին բանի տեղ չեք դնում, բայց պետք է ուշադրություն դարձնել։ Պես աչքաթող մի արեք այս շաբաթվա ինչ-որ խնդիրներ, որոնք կարող են առաջանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին, եկվորյակներին, ոչ, ինչ բան։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը հաջողությունն է։ Հաջողությունը սա կարող է տեսնենք որտեղից է գալիս հաջողություն, որտեղ պետք է պայքարել հաջողության համար, հա, երկուսն էլ այստեղ կարող է լինել։ Իսկ սա նշանակում է, որ ինչ որ մի բանը այս շաբաթ դուք հաջողությամբ կավարտեք։ Ինչ որ մի հաջողություն կունենաք այս շաբաթվա ընթացքում։ Սա նաև ճանապարհորդություն է, կարող եք գնալ, ոչ է երկար ճանապարհ, գնաք հանգստանալու այս շաբաթվա ընթացքում, ես հաջորդ շաբաթ եմ գնալու հանգստանալ։ Դե կարող եք գնալ հանգստանալու նաև տեսնենք ինչ է սպասվում եկվորյակներին։ Այստեղ կարող է լինել օրինակ հաջողակ ծանոթություն ձեզ համար, հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Նաև կարող է ձեր ամուսինն է գալիս տուն, դուք եք գնում իր մոտ, հա, դա եւս ձեզ համար հաջողություն է, հաջողակ իրավիճակ է, որ հա ի վերջո կարողանում եք գնալ իր մոտ կամ ի վերջո նա կարողանում է գալ տուն։
Եվ նաև սա նոր ծանոթություն է հակառակ սեռի ներկայացուցչի հետ, միգուցե ձեր տղան է գալիս, այստեղ քարտերը մի քիչ ուրիշ են, չի երևում մեծ ու փոքր, մյուս քարտերի մեջ օրինակ կա տարիքով մեծը թագով է, իսկ այստեղ չի երևում, ճիշտ է բառերը գրված են, բայց երկուսն էլ կարող են նույնը լինել։ Մի խոսքով կա ձեր տղան է գնում բանակ կամ գալիս է բանակից, ես տեսնում եմ Facebook-ում շատերի երեխաներն են գնում բանակ, բոլորին բարի ծառայություն, ինչ-որ մի կապ կարող է լինել ձեր եւ ձեր տղայի հետ կապված, իր հարցերը լուծեք, ինչ-որ մեկը կարող գա ձեր տուն, ձեր եղբայրը կամ տեքրը եւ մնա օրինակ այս մեկ շաբաթը ձեր տանը, նա հանգստանա, կողը դրսից է եկել, հա, եւ պետք է ոնց որ ինչ-որ միտեղ մնա։ Եվ աշխատանքին այստեղ ուշադրություն չեք դարձնում, մոտերի արանքով եք նայում, խաղի եք վերածել, միգուցե նաև մտածում եք, դե հա, սա չլինի մյուսը կգտնեմ, կամ այստեղ նայեք խոսակցություն անկավ, դա եւս հա խոսում եմ մասին, որ կարող եք դուք ինչ-որ մեկի մասին թեկուզ խոսել եւ չմտածելով, որ կարող եք գնալ եւ տեղ հասնել, դա եւս հա, այստեղ հաշվի առեք, կամ օրինակ լեզվակռվի մեջ եք մտնում մենեջերի հետ, տնօրենի հետ, դա եւս հա, աշխատանքին լուրջ չվերաբերվելն է եւ այստեղ չի բացառվում, հա, ոչինչ չի բացառվում, դրա համար պետք է ուշադիր լինել։ Նաեւ մեկ ակնթարթ ինչ-որ բան կարող է լինել աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, այստեղ կարող է մարդը մեկ ակնթարթ որոշում է բիզնես բացել կամ մեկ ակնթարթ որոշում է, որ այլևս չի աշխատելու կամ բիզնեսը ջնջում է, այլևս չի ունենալու։ Այստեղ երկուսն էլ կարող է լինեն եւ դրա համար հավելյալ քարտ չեմ հանում։ Այս գումարային առումով այստեղ հաջողություն ունենք, միգուցե վարկ են տրամադրում ձեզ, այսպես հաջողությամբ, միգուցե գումար են տալիս, աշխատավարձն են բարձրացնում, միգուցե այդտեղ կարող է, հա, ասենք լավ պահեր են լինում ձեզ մոտ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված մի հատ լավ եկամուտ եք ունենում։ Կարող եք նաև թանկարժեք նվեր ստանալ։ Եթե ծնունդ ունեք, կարող եք դուք գումար ծախսել դիմացինի վրա, նվերի հետ կապված անակնկալներ անեք եւ այդպես, հա, գումարը ծախսեք այդ թեմաների վրա։ Կարող է նաև ձեզ են այդպես մի քիչ ալի հավեսով թանկարժեք եւ նվեր եւ ինչ որ պահեր են անում ձեզ համար եւ ուրախ եք։ Դա այստեղ ավելի շատ ձեր ֆինանսներն է, քան ուրիշների ծախսերը։ Դե թանկարժեք նվերը դա եւս, հա, այնպես է, որ կարող եք հետո վաճառել, եթե ցանկություն ունենաք, եւ դա ձեզ գումար բերի։ Իսկ առողջությունը դա ուշադրություն պետք է դարձնել սեռական օրգաններին, որովհետեւ վարակ ավելի հնարավոր է շաբաթվա ընթացքում, նաև հորմոններին, կանացի տղամարդկանց անպայման հետևեք, ինչ-որ մի բան ուրեմն խախտվում է, ինչ-որ մի բան այնպես չէ, երբ որ ինքը ընկնում է, որտեղ հենց այնպես նա երբեք չի ընկնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Դներեք։ Ահա, ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը ոմանց համար ուսումն է, երեխաների ուսումը, ոմանք կարող են այս շաբաթ ավելի շատ այցելել պետական հիմնարկություն, օրինակ վիզաների հետևից գնաք կամ գնաք դիմեք դեսպանատուն եւ այլն, ոնց որ ավելի ոչ թե պետական հիմնարկություն, բանկ, հա, ուսումնական նման կենտրոնը չի, սա ավելի ոնց որ այնտեղ դատական համակարգ, դեսպանատուն, ինչ որ գլխավոր վերևներ ավելի մի փոքր այնտեղ հարկային կարող է լինել, որ ավելի այն բարձր տեղը ոչ թե ուղղակի գնում եք ինչ որ մի տեղ, հա, այնտեղ կան որ հարկ եք վճարում եւ այլն։ Եվ
Դա կարող է լինել նաև գաղտնիքի բացահայտում ոմանց համար, սա կարող է լինել սիրո գաղտնիքի բացահայտում, սա կարող է լինել երեխայի սեռի գաղտնիքի բացահայտում, հղիության բացահայտում չի բացառվում։ Դա եւս հա մտնում են իրենք ամբողջ գաղտնիքի մեջ։ Եկան ուսմամբ եք զբաղվելու, դուք կարող եք ինչ-որ մի բան գրել, ինչ-որ գիրք գրել, կամ կարդալ այս շաբաթ հանգստացնելու համար ձեզ, օրինակ։ Տեսնենք ինչ է սպասվում խեցգետիններին։ Ես ձեզ ասել եմ, որ ձեր մասին շատ կարևոր տեղեկատվություն եմ ասելու, թե ինչն է ձեզ հաջողություն բերում, եթե եւ ոմանց մոտ եթե կա նման փաստ, ըստ տարիքային իհարկե ես կասեմ անպայման, դա աստղաբանության ալիքում է, թե գրանցվել չէ, կարող է գրանցվել։ Դա վերնագրի մեջ է լինում, հա, վերնագրի վրա սեղմում եք ներքևը կա տվյալները եւ ժամերից հետո եւս կան տվյալներ, այնպես որ կարող եք գրանցվել, այնտեղ ես անպայման կխոսեմ ձեր մասին, միայն դուք չեք, բայց ձեր մասին էլ կխոսեմ անպայման ըստ տարիների, ու դուք կհասկանաք ձեզ այդ մոլորակը հաջողություն բերում է թե ոչ, հա, եթե դուք ծնվել եք օրինակ տվյալ տարում, ուրեմն դուք եթե այս բան հաջողություն չունեք, ուրեմն ամեն ինչ ձեզանից է։ Ան դուք եք սխալ ապրում։ Տեսնենք, ինչ է սպասվում խեցգետիններին։ Ահա, ուրեմն այստեղ շատ զրույց կունենաք, ընտանիքով կարող եք նստել քննարկել, ինչ որ հարց, կարևոր հարց կարող է լինել, հենց երեխայի ուսման հարցը կարող է լինել, ովքեր երեխաներ ունեն, կամ միգուցե օտար երկիր գնալու հետ կապված հարց լինի ոմանց մոտ, չի բացառվում։ Նաև սա կարող է նոր ծանոթություն է եւ դեռ փուլում եք, որ շատ եք խոսում իրար հետ, շատ եք զրուցում իրար հետ։ Նաև դա կարող է լինել լեզվակռիվ, չի բացառվում ընտանիքում կամ բամբասանք ձեր հարաբերությունների վերաբերյալ։ Եթե նոր եք, ինչ-որ մեկի հետ եք շփվում եւ մարդիկ են տեսել ձեզ, ապա այստեղ չի բացառվում բամբասանքը, որ անընդհատ բամբասեն ձեզանից։ Դե շատ կխոսեք, միգուցե իրոք շատ կարևոր քննարկում կա, շատ կարևոր այստեղ։ Եվ աշխատանքի բերումով ոմանք պայմանագիր կկնքեն այս շաբաթ աշխատելու հետ կապված, ոմանք այս շաբաթ ոնց որ մշտական նույն գործը կանեք, եթե պատվերով եք աշխատում, ապա ոնց որ այնքան կպատվիրեն ձեզ, որ ամբողջ օրը նույն բանը կանեք, եւ դա կարող է լինել նաեւ ձեր երկրորդ կեսն է սկսում աշխատել, ինչ որ մեկի հետ այստեղ պայման եք կնքում եւ իրար հետ սկսում եք օրինակ բիզնես անել, բիզնես վարել, նաեւ իրոք աշխատանքային պայմանագիրը հստակ կամ երկարացնում եք պայմանագիրը կամ եթե բիզնես ունեք ինչ-որ մեկի հետ եք պայմանագիր կնքում այստեղ։ Ովքեր որ չեն աշխատում, ապա հնարավոր է այնպեսի մի աշխատանք գտնեք, որ այս մեկ շաբաթը պետք է անեք այդ աշխատանքը, ոնց որ նույն բանը անընդհատ պետք է անեք, բայց կարող է լինել նաև մեկ շաբաթ կամ կարճ ինչ-որ հնարավորություն ձեզ։ Իսկ գումարային առումով այստեղ կարող եք նաև փաստաթուղթ ստանալ, որտեղ նշված է կամ դուք պետք է գումար վճարեք կամ ձեզ են գումար վճարելու, նաև ինչ-որ փաստաթուղթ է, որով գնում եք գումար ստանալու կամ գնում եք գումար փոխանցելու, ցուցակ կարող եք կազմել, առևտրի ցուցակ է սա, որտեղ որ կարող եք նաև արժեքները կողքը նշել, թե որքան կնստի դա ձեզ վրա, որքան կլինի կամ եթե կարող է շատ կարևոր բան է, ոչ թե տան ուտելիք է, այլ կարող է նաև գումարային առումով է, բիզնեսի առումով է, գործերի առումով է եւ այդպես գրանցում եք։ Դա շատ կարևոր է ձեզ համար։ Դե ոմանքի կարող ցուցակ եք կազմում, որ կարող է հարսանիք ունեք, նշանադրություն եւ ձեզ հարկավոր է, հասկանալ օրինակ ինչքան մարդ է գալու եւ որքան գումար կկարողանաք ծախսել։ Այ առողջությունը պետք է շատ ուշադրություն դարձնել, շատ խնդիրներ կան։
կամ ինչ որ բան է, ոնց որ մարդը բռնվում է, հա, վիզը կամ ինչ որ մի տեղ է, եւ մարդը չի կարողանում ինչ որ գործողություններ անի, որովհետեւ հա դժվարանում է անել։ Դա եւս հա խոչընդոտ է, որ ինչ որ մի բան անեք, այսինքն առողջությունը խոչընդոտ են, տեղատամնացավ, գլխացավ, եւ ոտքերը ուռեն, ոտքերը ցավի եւ մարդը չի կարողանա ինչ որ շատ բան անի։ Դե եթե այստեղ անընդհատ նույն գործն եք անելու, կարող գուցե նստած եք անելու եւ դրա համար խնդիր առաջանա, նա պետք է վեր կենալ եւ անընդհատ տեղաշարժվել, որ խնդիրներ չառաջանան։ Ամեն դեպս ոնց որ ինչ որ մի առողջական խնդիր խոչընդոտ է ստեղծում ձեր կյանքին։ Կամ ինչ որ մի բան կա, որ պետք է անպայման այդ օրգանին կամ այդ հա պետք է անպայման ուշադրություն դարձնել։ Միգուցե ամեն անգամ է խնդիր սարքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին հուլիսի 20-ից 26-ը։ Այստեղ առիթ է։ Կամ դուք եք առիթ նշում, կամ դուք առիթ ունեք, դրանով կզբաղվեք, նաև սա հասարակական կյանքն է, հասարակական գործունեությունն է, որ կզբաղվեք դրանով։ Կամ այս շաբաթ ավելի շատ կլինեք այստեղ, այնտեղ, ոնց որ ավելի մարդկանց մեջ կլինեք ավելի շատ։ Սա սոցցանցերն են, որ կլինեք, սոցցանցերում ավելի շատ, սա սոցցանցերով նաև աշխատանքն է, որ կցանկանաք անել։ Նաև ինչ ասես կարող է լինել այստեղ, որտեղ որ դուք եք եւ շատ մարդիկ։ Ոմանք իրոք այստեղ ձեր առիթներն են արդեն սկսում եւ արդեն իհարկե շնորհավորում եմ ձեզ, արդեն ձեր առիթներն են։ Եվ ես առողջ գիտեմ, հա, իմ մայրս է, ում ծննդյան օրն է այստեղ, շաբաթվա մեջ։ Եվս բնական է առիթ է, որը նշվում է։ Այսպես հատուկ հենց ասեմ, հա։ Եվ իմ հայրս մայրս նույն օրն են ծնվել, դե ոչ թե միայն մայրիկինս, այլ երկուսինը միասին։ Այդպես իրանք երկուսն էլ առիթ են։ Այնպես որ այստեղ առիթ ունեք, դե բնական է արդեն պարզ երևում է, ինչ առիթ է, ձեր առիթներն են։ Եվ տեսնենք ինչ է սպասվում առիթներին։ Հոպա։ Այստեղ անձնական կյանքում մի փոքր պետք է ուշադիր լինել, որպեսզի խնդիրներ չառաջանա, սահմաններ խնդիրները, որոնք պետք է լուծեք։ Միգուցե ընտանիքում է, միգուցե ընտանիքի անդամների հետ է կապված, միգուցե ընտանիքում ոնց որ եւ իրար հետ եք, հա, ոնց որ դուք եւ ձեր ամուսինը, կինը։ Նաեւ դա կարող է լինել ուղղակի ընտանիքի անդամների հետ է կապված ինչ-որ մի մանր խնդիր, որոնցով որ դուք պետք է զբաղվեք այս շաբաթ։ Նաև աշխատանքի բերումով բավականին առույգ կլինեք, բավականին շատ կտեղաշարժվեք, անընդհատ այս ու այն կողմ, միգուցե աշխատանքն է այդպես պահանջում, մենակ ուզում եք ինչ-որ մի բան գնելու համար, կամ եթե աշխատում եք ինչ-որ մեկի մոտ, ապա եւս այստեղ կարիք կլինի, որ անընդհատ շարժման մեջ լինեք, ավելի ակտիվ եւ ավելի շատ կարող է լինել աշխատանքը եւ պետք է անեք։ Դա նաև կարող է լինել ձեր բիզնեսը, ձեր գործերը, եթե դուք ունեք բիզնես եւ կամ ինչ-որ գործունեություն եք անում, տանը, այնպես զբաղվում եք ինչ-որ հարցերով, ապա կարող եք վազվզել այս այն կողմ եւ ինչ-որ ապրանքներ գնելու համար, ապրանքներ գնելու նպատակով։ Նաև այստեղ աշխատանքից տեղեկատվություն կլսեք։ Եթե աշխատանքի համար եք դիմել, ապա հավանականությունը շատ մեծ է, կարող են զանգահարել, կարող են նաև պատասխանը ասել ձեզ այս շաբաթվա ընթացքում, նաև ինչ-որ փաստաթուղթ ստանաք աշխատանքի հետ կապված, աշխատանքի վերաբերյալ,
բիզնեսի հետ կապված, միգուցե ինչ-որ մի բան պետք է վճարում կատարեք, ինչ-որ մի բան պետք է անեք։ Եվ ովքեր որ աշխատում են, կարող է ձեր աշխատանքի վայրում գան ստուգման։ Գան ինչ-որ բաներ ստուգեն։ Նաև սա գործուղում է։ Կարող են ձեզ ուղարկել օրինակ կարճ գործուղման, ոչ թե շատ ինչ-որ մեկ այլ երկիր, այլ Հայաստանի մեջ։ Այս ոմանք գումարի հետ կապված այստեղ ցուցակ եք կազմելու, հնարավոր է այստեղ ցուցակը կարող է լինել որքան կիլոգրամ միս, որքան ինչ-որ մի բան այստեղ որ ինչքան եք գումար ծախսելու ձեր առիթների վրա։ Նաև դե կարող է հենց դա է գալիս է ինչ-որ մի գումար, որ պետք է վճարեք։ Կամ ձեզ են փոխանցելու, հա, փաստաթուղթ է գալիս, որ ձեզ գումար են փոխանցելու, կամ դուք պետք է վճարեք գումարը ինչ-որ միտեղ մեկին, այդպես։ Կամ պետական հիմնարկություն։ Նաև ինչ-որ փաստաթուղթ է, որի միջոցով կարող եք գնալ գումար ստանալ, այդպես գումար փոխանցել, ձեզ փաստաթուղթ տան, որ դուք գումար փոխանցեցիք, ոնց է, ինձ մոտ խորհրդատվության համար գնում են մարդիկ, անուն ազգանվան վրա գումար են փոխանցում, այդ փաստաթուղթ են ստանում, այդ փաստաթուղթը ուղարկում են ինձ, ոնց այդ գումարային ու փաստաթղթային այդ ինչ-որ հարցերի մեջ են լինում։ Ոնց է նաև դուք ինչ-որ նմանատիպ ինչ-որ հարցերի մեջ լինեք այս շաբաթվա ընթացքում։ Կամ իրոք ցուցակ է։ Ցուցակ է, ինչ գնեք, ինչ անեք։ Եվ նաև առողջությունը այստեղ կարող եք ինչ-որ մի ուղի ընտրել։ Այ օրինակ վերջ, քաղցր չեմ ուտում, վերջ սկսում առողջ ապրելակերպով ապրել։ Ինչ-որ մի բան է, որին կարող եք այդպես վերջ, սա եմ անում, գնում անալիզ հանձնեմ, գնում եմ սա անեմ, գնում ես հանձնեմ, եւ այլն, յուրաքանչյուր բան կարող է լինել։ Սկսում եմ սպորտով զբաղվել, դա եւս առողջության հետ է կապված։ Միայն անձնականն է, որ այստեղ եւ պետք է մի քիչ ուշադրություն դարձնել կորուստի հետ կապված, կարող է անվստահություն նաեւ սա լինել, կորուստը բնականաբար դա կարող է լինել մարդու վստահության անկում, վստահության կորուստ։ Դա եւս կամ ինչ-որ տրամադրության տատանումներ լինեն, դա եւս կապված կլինի ձեր ընտանիքի անդամների եւ ձեր հետ, այսինքն վերաբերմունքը ձեր նկատմամբ այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը երեխաներն են, հղիություն, ծննդաբերություն, նոր կյանք, նոր ինչ-որ մի բանի սկիզբ, նոր հնարավորություններ, նոր աշխատանք, նոր բիզնես, ինչ-որ մի բան է, նոր մի բան է սկսում, փոքրիկ մի բան է, որը սկսում է ձեզ մոտ, զարգանալ, առաջ գնալ, այդպես։ Տեսնենք ինչ է սպասվում կույսերին։ Նաև ընտանիքն է, նա կարող է ձեր երեխաները գան ձեզ մոտ այս շաբաթ եւ մնան, թոռները գան։ Նայեք, երեխաները կենտրոնում են ձեր, երեխաների վրա եք գումար ծախսելու, ավելի շատ էստեղ։ Բնական է արդեն հուլիսի վերջ ենք, արդեն պետք է գումարները խնայել, ինչպես որ ասում են, որպեսզի ծախսեր անեք երեխաների վրա։ Անձնական հարաբերություններում ոչ է ուղի կընտրեք, ընտանիքով միգուցե դա անեք, երկուսով, դուք եւ ձեր զուգընկերը ինչ-որ մի բան որոշեք, ասեք, այսպես կանենք այսուհետ։ Միգուցե ուղին, ամեն մեկը իր ուղին է որոշում, որ պետք է գնա, կամ որոշում եք օրինակ տեղափոխվել մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, ինչ-որ մի բան է, որ իրար հետ եք որոշում, կամ օրինակ դուք որոշում եք, որ վերջ, ես սկսում հանդիպել, այս մեկին, այս անձնավորության հետ, կամ ես չեմ ուզում հանդիպել, ես իմ գնալու եմ ասեմ, որ չէ, վերջ, ես այլևս քո հետ չեմ հանդիպել, ինչ-որ ուղի է, որ կարող եք ընտրել եւ ընտանիքով, եւ օրինակ երեխաներին տանենք այստեղ սովորելու, ավելի լավ կլինի այդ տանենք այստեղ, ինչ որ նման հարցերով երեխաները գլխավոր թեմայում էին ձեզ մոտ,
ինչ որ նոր բան եք սկսում այստեղ։ Արի միանանք, այստեղ ուղի եք ընտրում, կմիանանք իրար հետ։ Գնում ենք օրինակ ուրիշ տարածք, ուրիշ տուն ենք վարձում, եւ ըստ դրա երեխաները արդեն իրենց հարցն եք լուծում, որտեղ պետք է գնան, որ դպրոցը, որ մանկապարտեզ այդպես։ Իսկ աշխատանքի առումով բավականին այստեղ խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում, այնպես որ քիչ խոսեք, քիչ կիսվեք, այն ինչ որ կա։ Նաև կարող են ձեզ առաջարկել կամ խոստանալ աշխատանք ու կորել։ Սա նաև դուք կարող եք լինել, ավելի խորամանկ աշխատանք գտնելու հետ կապված հարցերում, նաև դա կարող է լինել ոչ միայն աշխատանքը, դա կարող է լինել բիզնեսի հետ կապված գործընկեր փնտրելը, այսպես ոնց որ ավելի աշխուժ լինեք եւ աշխատանք փնտրելու եւ աշխատելու, մի տեսակ ոնց որ ցույց տակ է շփոթ ավելի ձեր հմտությունները, թե ինչ կարող եք անել, ոնց որ եւս խորամանկորեն լուծել ինչ որ հարցեր բիզնեսի հետ կապված։ Բայց նաև ուշադրություն պետք է դարձնել, որտեղ խորամանկը կարող է լինել դիմացին է եւ ձեզ գա օրինակ հարցեր տա, հետո գնա տնօրենին ասի։ Այն ինչպես որ արդեն ասացի, գումարի հետ կապված այստեղ երեխաների վրա եք ծախսելու գումարը։ Երեխաների հագուկապ, երեխաների ծնունդ, երեխաների առիթ, ուսման հետ կապված եւ այլն լիքը բան երեխաների համար։ Հղիության հետ կապված, ծննդաբերության հետ կապված, երեխայի սենյակը դասավորելու։ Նաև սա նոր ինչ-որ մի բանի համար է, ոնց որ նոր ներդրում եք անում, եւ ինչ-որ մի գործ եք օրինակ ուզում սկսել, նոր բիզնես է, այստեղ խորհուրդ կտամ ոչ ոքի հետ ինչ-որ հատուկ չսկսել, որտեվ կարող մտածում եք, դա ինքը ավելի խորամանկ է, իր հետ ավելի լավ կլինի սա անել, որտեվ ինքը ոնց որ աշխուժ է, ամեն անկյունը գիտի, չէ, այս պարագայում արդեն նա կարող է ձեզ վնասել։ Եվ դա կարող եք ուղղակի ինչ-որ մի ներդրում անել, թեկուզ փոքրիկ, այդպես գումարներ դնեք, ինչ-որ նոր գործ սկսեք, եւ երեխաների վրա ծախսեք։ Իսկ առողջությունը առողջեք պոպոքի նման, ոչ մի խնդիր չկա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին հուլիսի 20-ից 26-ը։ Այստեղ ավելի շատ ընկերոջ հետ կլինեք, ավելի շատ ընկերական հարաբերություններ կունենաք մարդկանց հետ, տեսակ ավելի ջերմ, ավելի դե շունիկները ինչպես են լինում, չէ, ավելի հավատարիմ, գուցե եւ հավատարմություն զգաք 4 բոլորից եւ ընկերական հարաբերություններ ավելի ոնց որ շատ լինեն կամ ընկերների հետ հարաբերությունները լավ լինեն կամ ընտանիքում զգաք որ տեսեք ուրիշ ձև եք իրար հետ ավելի ընկերական եք։ Դե տեսնենք, այստեղ կարող է նոր ընկերներ եք ձեռք բերում, ընկերներն են գալիս մեկ շաբաթով եւ պետք է հանդիպեք իրանց։ Ինչ որ մի բան է ընկերների հետ կապված։ Ինքը պետք է օգնեք իրենց, աջակցեք կամ իրենց եք դիմում ձեզ աջակցելու համար։ Տեսնենք ինչ է սպասվում շունիկներին։ Ինչ է սպասվում կշեռքներին, նայում եմ շունիկներին։ Ահա, այստեղ նայեք, որովհետև անձնական կյանքում սեր ունեք։ Սեր, շատ սեր, սիրահարվածություն, դրա համար այստեղ ոնց որ ավելի շատ ընկերական է եւ այդ սերը տեսնում եք, հավատարմությունը դիմացինի եւ երեխաներին եւ ընտանիքի անդամներին, այսպես զգում եք իրենց վերաբերմունքը ձեր նկատմամբ։ Այ աշխատանքը խնդիր է։ Եթե այստեղ վերագրենք ընկերոջը, ապա աշխատանքը խնդիր է։ Եթե մտածում եք դիմացինը ձեզ համար ընկեր է եւ իր հետ կիսվում եք եւ դա կարող է լինել ձեզ համար շատ ճակատագրական, այսինքն նա գնա, պատմի եւ դուք կորցնեք աշխատանքը, կորցնեք հեղինակությունը նաեւ աշխատանքի վայրում, շատ ուշադիր եղեք այստեղ։
Աշխատանքում, բիզնեսում կարող են լինել մանր-մունր խնդիրներ, որոնք որ պետք է անեք։ Այս շաբաթը ինչ որ խնդիր է, որը կարող է առաջանալ։ Եվ չի բացառվում այստեղ ընկերը կարևոր դերում էր եւ կարող է այդպես կամ օգնեն ձեզ ավելի ընկերական մթնոլորտ լինի աշխատանքի վայրում եւ եթե ինչ որ մի խնդիր կա, սխալ եք արել կամ ինչ որ մի բան, ապա իրանք ոնց որ ձեզ աջակցում են, ձեզ հետ են։ Միայն ուշադիր եղեք, այստեղ հեղինակությունը չկորցնեք։ Դա կարող է լինել իրոք այդպես ընկերոջ պատճառով կամ չհասկանաք ում հետ եք շփվում այնտեղ աշխատանքի վայրում եւ դա ձեզ համար իրոք ճակատագրական լինի։ Մտածեմ, որ դուք եք այդպեսին, ինչպեսին որ նա է օրինակ։ Իսկ գումարի հետ կապված այստեղ ցուցակ եք կազմելու, բոլորին դա է ընկնում։ Մեռանույն բանն ասելով, դա իր նշանակությունն է, ինչ անեմ, թուղթ ու գրի չէ, ինչ պետք է ես ձեզ ասեմ։ Դուք պայմանագիր եք կնքում, ձեզ գումար են տալիս, դուք եք գումար վճարում, հարկի օրն է, վարկի օրն է։ Նաև ցուցակ եք կազմում, ինչ պետք է գնեք, ինչ առևտուր պետք է անեք, ինչ որ փաստաթուղթ կարող եք ստանալ, մեջը գրած լինի ինչ որ գումար, որ այսա պետք է վճարեք, կամ այսա այսքան գումար են ձեզ փոխանցելու, ոնց որ ուշադիր եղեք բանկին, ինչ որ մեկին գումար կփոխանցեք, ապա ձեզ փաստաթուղթ կտան։ Դա նաև պայմանագիր է, իրոք, պայմանագիր կարող է լինել, կարող է ընկերոջ հետ եք ինչ որ մի գործողություններ անում, կարող է այստեղ նաև գիտեք վերցնում եք պարտքով գումար եւ դիմացը ստորագրում եք։ Իսկ առողջությունը սա ժամանակ հատկացրեք ձեր առողջությանը, ժամանակ հատկացրեք նաև սպորտին, առողջ ապրելակերպին, ոնց որ կարող է անդադ աշխատում եք եւ ուշադրություն չեք դարձնում, որ ինչ որ միտեղ ցավում է, որ ինչ որ մի բան պետք է անեք ձեր օրգանիզմում։ Այն ժամանակն է հետևելու ձեր առողջությանը այդպես։ Ժամանակ հատկացրեք ձեր առողջությանը, մի անտեսեք առողջությունը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 20-ից 26-ը։ Այդքան էլ լավ քարտ չէ, դե կարող է ոմանք իրոք բորկա եք անում, մաքրություն եք անում ձեր 4 բոլորը, ոմանք կարող է վիճում են, էլ եք մաքրություն անում 4 բոլորը, այսինքն վիճելուց հետո ամեն մեկին հեռացնում եք ձեզանից։ Տեսնենք ինչ է սպասվում, տեսնենք որ ոլորտում է սա։ Որ կռվի տրամադրություն ունեք ավելի շատ, գուցե լարված շաբաթ է, միգուցե ձեզ մոտ են մոլորակներ եկել, որ պետք է կռիվ անեք։ Դա միայն Մարսը գա հերիք է, էլի, ես մեկ շաբաթը կարող եմ մի շաբաթն էլ ձգի անգամ։ Տեսնենք ինչ է սպասվում կարիճներին։ Երևում է։ Տեսնում եք, ձեր վեճը բերում է ձեզ մոտ խնդիրներ։ Քարտերը ամբողջությամբ պարզ ցույց տվեցին։ Եթե վիճեք, ձեզ կունենաք առողջական խնդիրներ։ Անձնական կյանքը շատ լավ է։ Անձնական կյանքում ոչ մի խնդիր չկա։ Ուրախ եք, ինչ որ մի բան կլինի, որ կուրախանաք, գուցե նոր ծանոթություն է, երեխաների հետ կարող ինչ որ մի բան տեղի ունենալ, որը եւս ձեզ ուրախություն կպատճառի։ Նաեւ ինչ որ մի բան է տեղի ունենում ձեզ մոտ անձնական կյանքում։ Յուրաքանչյուր բան կարող է լինել, տեսակ ինչ որ մի բան, որը ժպիտ է բերում ձեզ, բայց այստեղ աշխատանքն է, որ խնդիր է։ Կարող է սիրահարվում եք, հա, ինչ որ այդ սիրային թեման ուրիշ է, ընտանեկան թեման ուրիշ է, բայց այստեղ աշխատանքը արդեն խնդիր է։ Նայեք, աշխատանքում կարող է լինել դժվարություններ կամ ինչ որ մի աշխատանք, ոնց որ բարդեն ձեր ուսերին եւ ասեմ, ոնց որ դու արա։ Եվ դրա համար եք վիճում, ինչու պետք է ուրիշի գործ օրինակ դուք անեք։ Այդտեղ կարող է վեճը նաեւ դրա համար լինել։ Ծանր աշխատանք է, այս շաբաթ ավելի դժվարություններով կարող եք աշխատանքի ընդունվել, գնալ, ուզենալ փորձել աշխատանքի ընդունվել եւ
խնդիր ստեղծեն ձեզ համար եւ սկսեք վիճել։ Դժվարություններ կան աշխատանքում, աշխատանքի վայրում եւ նաեւ բիզնեսում, ովքեր բիզնեսում են։ Միգուցե չի վաճառվում են ինչ որ ունեք, միգուցե ինչ որ մի բան այնպես չեն արել, վիճում եք օրինակ իրենց հետ։ Նա եւ իրոք աշխատանքի վայրը, գիտեք, այստեղ ճակատագրական քայլ է նաեւ, կարող վիճել եւ հետո որոշել դուրս գալ աշխատանքից։ Սա ձեզ համար ճակատագրական քայլ կարող է լինել։ Դե մնացած արդեն թողնում եմ ձեզ, եթե չեք ուզում, ապա այդպես։ Եվ նաեւ գումարային առումով այստեղ խորամանկ մարդիկ կան, միգուցե դրա համար էլ նաև վիճում եք, այստեղ մարդկանց հետ գումարը չեն տալիս, միգուցե աշխատավարձը չեն տալիս, ինչ որ մի բանը նաև կապված է աշխատանքի հետ, միգուցե աշխատավարձը չեն տալիս, միգուցե ինչ որ մեկին ապրանք եք ուղարկել, գումարը դեռ չեն տալիս, եւս էլի գումարային այստեղ խոսակցություն է, վեճ է։ Զգում եք, որ խոնամանկություն են անում, ինչ որ մի բան ձևով ձեզ խափում են, ոնց որ ֆրցնում են մատերի վրա, դրա համար սկսում եք վիճել իրանց հետ։ Եվ դուք կարող եք ինքներդ լինել ավելի խորամանկ, ավելի շատ գումար վաստակելու համար։ Այդպես ավելի գտնեք տարբերակներ, սա անեք, նա անեք, որպեսզի ավելի շատ գումար վաստակեք։ Բայց եթե վիճում եք այդ օրը, դա եւս անդրադառնում է ձեր առողջության վրա, այնտեղ կարող խնդիրներ լինեն առողջական, եւ եթե տուն եք մաքրում ու բորկա եք անում, եւս էլի կազդի ձեր առողջության վրա։ Միգուցե հետո մեջքը ցավան, միգուցե քրտնեք, մրսեք, ինչ որ մի բան, այստեղ կամ ձեզ վնասեք, եթե այդպես մեծ հավեսով ու բորկա եք անում, այսպես։ Համար ոնց որ ասում են, գլխավոր թեման վեճն է կամ տուն մաքրելը, որը ազդում է անմիջապես ձեր աշխատանքի եւ առողջության վրա։ Շատ դեպքերում չէ, այդպես է լինում, ինչ որ մեկը բացակայում է, ամեն ինչ բարդում են կամ ձեր վրա, կամ ով սխալ է անում, բարդում են եւս ձեզ վրա, ոնց որ այս շաբաթը նման շաբաթ լինի, եւ դուք կարող եք անդադ վեճի մեջ մտնել։ Թե ուղղակի ավելի հանգիստ լուծեք այդ հարցերը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը ճանապարհն է։ Միգուցե ճանապարհորդում եք։ Միգուցե ավելի շատ ինչ-որ գործեր պետք է անեք դրսում եւ անդադ այսօր կողմ եք։ Կանեք այն գործերը, որոնք մնացել էին, որոնք թողել եք նախորդ շաբաթ, հիմա ոնց որ դրանք կանեք, առաջ կտակ, կվերջացնեք։ Միգուցե ձեզ մոտ ինչ-որ մարդիկ են գալիս հեռվից։ Այս շաբաթը պետք է մնան ձեր տանը կամ դուք եք գնում եւ պետք է մնաք մեկ ուրիշի տանը։ Դե այնպեսի ժամանակներ են այս ամառը, ոնց որ մարդիկ ավելի շատ գնում են հանգստանալու, քան ինչ որ ապրում են նույն քաղաքում, դե իհարկե ովքեր հնարավորություն ունեն, իրենց թռցնում են անպայման ուրիշ քաղաք, ուրիշ տեղ հանգստանալու, թեկուզ մեկ օրով, երկու օրով, մարդիկ գնում են։ Եվ տեսնենք, թե ինչ է սպասվելու ձեզ։ Կողմ ոմանք գործուղման են գնում, այս մեկ շաբաթով գնում եք, հետ եք գալիս։ Տեսնենք, ինչ է սպասվում աղեղնավորներին։ Ինչ է, գործերը առաջ եք մղում, բայց ինչ որ չափով խնդիրներ կան նաև։ Ուրեմն այստեղ անձնական հարաբերություններում ուշադիր եղեք, մի փոքր վեճ կա։ Իրար կարող եք լավ չհասկանալ, բայց նաև դա չի բացառվում, որ տուն եք մաքրում։ Ընտանիքի անդամներով կարող եք տուն մաքրել, կարող եք վերանորոգում սկսել, կարող եք վերանորոգումից հետո, այդ մաքրել մնացորդները, բայց դե ուշադիր եղեք վեճին, ինքը ընդհանուր առմամբ հենց վեճի քարտն է։ Միգուցե ճանապարհի հետ է կապված վեճը, միգուցե գործուղման հետ է կապված վեճը,
Գուցե ինչ-որ մեկ ուզում է գնալ ճանապարհ, մյուսը չի ուզում, այդպես կարող է գնալ դրսում աշխատել, մյուսը չի ուզում։ Այստեղ նաև խնդիրներ կան։ Գուցե այդ խնդիրներն են, որոնք որ բերում են նրան, որ ընտանիքում վեճ լինի։ Այստեղ աշխատանքի հետ կապված ինչ որ մի բան է գնում։ Կամ դուք եք փոխում ձեր աշխատանքի ոճը, սկսում եք ուրիշ ձև աշխատել արդեն, ուրիշ ձև ներկայացնել ձեր գործը, կամ նաև սա, եթե ունեք բիզնես, ապա բիզնեսում եւս ինչ որ մի բան կգնա, ուրիշ ավելի լավը ձեզ համար կգա։ Նույնն էլ աշխատանքը, այստեղ պետք է եւս ուշադիր լինել, որպեսզի աշխատանքը չկորցնել, կամ արդեն դուք կարող եք դուրս գալ, բայց սա այն մի պահ մտածել ու դուրս գալը չի, այլ հասելա, հա, դրան, որ այլևս էլ չեք կարող այդտեղ աշխատել։ Կամ ինչ-որ մի բան հանել, վերջ, այսպես չեմ անելու, կամ այսպես չեմ թողելու, գուցե ինչ-որ մեկի աշխատանքը եւս դուք եք անում, ինչ-որ մի բան է, որը կհանեք ձեզանից, կամ ինքն իրան կգնա, որովհետև էլ դա ձեզ պետք չի։ Թեկուզ այդ աշխատանքի վայրը, հա, հիմա ինչ-որ մարդիկ կասեն այդպես անհնարին է, բայց հենց այդ աշխատանքի ինքը լցվել է արդեն, ոնց որ բաժակը լցվել է, վերջ, արդեն էլ դուք ցանկություն չունեք այդտեղ աշխատելու, էլ կամ աշխատավարձը միշտ չկա, խնդիրներ է, կամ ինչ-որ մի բան է, կամ չեմ բարձրացնում աշխատավարձը, կամ 1 հոգով 10 հոգու դեր եք տանում եւ այլն։ Լիքը բան կա այստեղ։ Եվ գումարի առումով եւս այստեղ նայեք խոչընդոտներ կան, միգուցե հենց ուզում եք գումարը վերցնել, չեն տալիս, աշխատավարձն եք ուզում, չեն տալիս, վարկ եք ձևակերպում այս շաբաթը եւս դժվար է, չեն տալիս, ինչ որ մեկից կարող է պարտքով գումար եք ուզում եւս էլի, հա, խնդիրներ կան, իրանք կարող է չունեն եւ չեն կարողանում աջակցել։ Գումարային առումով խնդիր կա եւ դրա համար այստեղ տան հնարավոր է վեճ։ Հատկապես եթե այդ գումարին գնել եք մեքենա, կամ ինչ որ մեկն է գնել մեքենա ընտանիքի անդամն եւ դրա համար կարող է ավելի բարթանում է այդ ամեն ինչը, ոնց որ գումար ներդրվել է մեկ այլ բանի վրա, կամ գործերը առաջ տանելու, կամ մեկ այլ հարց կարող է լինել եւ կարևորը չեք անում, ոնց որ ասում են։ Դե հիմա այս պահին գումար չկա, այս պահին գումարային խնդիրներ են, ամեն դեպս այս շաբաթ։ Եվ հենց իրոք բախումը հենց դա է, բախումը ֆինանսներն են այստեղ։ Եվ ձեր առողջությանը պետք է ուշադրություն դարձնեք անպայման, ժամանակ հատկացրեք ձեզ, սպորտին, գնացեք, միգուցե պետք է վազեք, գուցե պետք է հա ինչ-որ գործողություններ անեք, կամ գնաք անալիզ հանձնեք, արեք դա անպայման, բաց մի թողեք այդ հնարավորությունը, այդ շանսը, եթե կա, միգուցե դա է գումարի հետ է կապված եւս էլի, որ մարդը չի կարողam գնալ, ստուգվել, գիտի որ խնդիր կա, կամ գիտի որ ինչ որ հաստատ պետք է իրեն ոչ, հա, լրացուցիչ ուսումնասիրություն իր առողջությանը եւ չկա։ Գումարը իրոք ինչ որ խնդիր է։ Կարողանաք տեսնեմ լուծել այդ հարցը։ Դե եթե շատ առույգ լինեք, ապա կկարողանաք, եթե ոչ թե նստեք, մտածեք, հա դե խնդիր կա եւ նստեք, հա, ապա կամ այս մեկը չի տալիս, այն մեկը չի տալիս, եթե այդպես է, հա, հարցը այդտեղ արդեն պետք չի ընկճվել, պետք է նաեւ երրորդին էլ դիմել, որովհետեւ այստեղ այս քարտով, եթե կարողանաք լավ աշխուժ, ոգևորված փորձեք անել, փորձեք գումար գտնել, օրինակ, փորձեք աշխատանք գտնել, փորձեք նոր եկամտի աղբյուր գտնեք, ապա կկարողանաք այդ հարցին լուծում տալ։ Այսքանը ձեզ համար, միգուցե իրոք այստեղ աշխատանքի խնդիրն է, այստեղ եթե կարիքը կա գումարի եւ աշխատանքը արդեն լցվել է, այլ չեք ուզում այդտեղ աշխատեք, ապա մեկ այլը գտեք, նոր դուրս եկեք։ Այսպես թե այնպես այստեղ կար հիմք, որ արդեն ինքը վաղուց է, հա, ոնց որ արդեն զզված վիճակ է ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աջակցություններին։
Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը փոփոխությունն է։ Փոփոխության մեջ ամեն ինչ մտնում է։ Փոփոխություն տան, փոփոխություն երկրի, քաղաքի, ընդհանուր փոփոխություն ձեր կյանքում, ինչ-որ մի բան է տեղի ունենում, օրինակ մարդիկ աշխատանք են գտնում, զույգերից մեկն է աշխատանք գտնում, ընտանիքի անդամներից մեկն է եւ այդպեսով ինչ-որ ձևով, հա, եւ ֆինանսական փոփոխություն է դա տեղի ունենում։ Կարող եք տեղափոխվել, կարող եք գնալ օտար երկիր, կարող եք ուղղակի գնալ նաև վայելել, հանգստանալ օտար երկրում կամ ինչ-որ միտեղ գնաք հանգստանալու, նաև դա հղիություն է, դա ծննդաբերություն է։ Տեսնենք, գուցե ցույց տա, որ ոլորտում է այդ փոփոխությունը։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին։ Այստեղ ունեք առիթ անձնական հարաբերություններում, անձնական կյանքում կարծես թե նաև կարող եք ընտանիքով որևիցե տեղ գնալ, ոչ այգի, կենդանաբանական այգի կամ մեկ այլ տեղ։ Սա նաև ցույց եք տալիս ձեզ, ոնց որ ավելի դուրս եք գալիս հասարակություն, այսինքն ցույց եք տալիս ձեզ, ձեր ընտանիքին, սկսում եք վլոգներ վարել, ցույց եք տալիս ինչ եք անում ընտանիքով եւ այլն, հա, այդպես ինչ որ բաներ կարող եք անել։ Նաեւ դա ինչ որ մեկի առիթն է կամ գնում եք կամ հենց ձեր տանն է այդ առիթը։ Կարող է առույց կա տանը եւ նշում եք։ Իր ծնունդյան օրն եք նշում։ Աշխատանքը այստեղ պետք է շատ ուշադիր լինել, սա կորուստ է, սա նաեւ մանր-մունր խնդիրներ են։ Դա կարող է լինել օրինակ աշխատանքի հենց կորուստ, ուշադիր եղեք անպայման։ Դա կարող է լինել հեղինակության կորուստ աշխատանքի վայրում, ձեզ կարող է ինչ որ մի հարցում օրինակ ինչ որ մի խնդիր ստեղծեն, դա մանր-մունր բաներ են, որոնք որ պետք է լուծեք, դա կարող է լինել նաև բիզնեսը, որը եւս էլի պետք է կարգավորեք, եւս էլի պետք է լուծեք այդ հարցը, նաև հա դա որ աշխատանքին է, ձեր աշխատանքն է դա։ Եվ փոփոխությունը կարող է նաև դա է, այսինքն մյուսը կորցնում եք, մյուսը գտնում եք։ Այստեղ ճիշտ է սպային գտնելը չկա, բայց նաև կարող է կորցնում եք, որովհետև հա դուրս եք գալիս աշխատանքից, որտեղ տեղափոխվում եք մեկ այլ երկիր եւ այլ ձեզ պետք չի, հա, ոնց կարող եք հետ գալ աշխատել։ Նաև այս շաբաթվա ընթացքում գումարային առումով այստեղ կարող եք հյուրերի վրա գումար ծախսել, հա, գալիս են հյուրասիրելու համար, նաև դուք եք գնում հյուր, այնտեղ հա գնումներ կատարեք, գնաք։ Նաև ոչ կարող եք ստանալ, որտեղ որ նշված է գումար, նշված է որ տեղեկատվություն է ֆինանսական առումով, ինչ որ թղթի վրա։ Ինչ որ բաներ կարող եք պատվիրել, օրինակ այս շաբաթ ավելի շատ ոնց որ պատվիրեք, ինչ որ մի բան բերեն ձեզ, թեկուզ ուտելիք, թեկուզ հագուստ, ավելի շատ գումարը նաև ծախսեք նման իրերի վրա։ Բայց բավական ոգևորված կլինեք, կցանկանաք գտնել նաև երկրորդ եկամտի աղբյուր ձեզ համար։ Որ ավելի այդպես նորություններ նաև կլսեք գումարային ֆինանսական առումով, դա կարող է լինել օրինակ վարկի տեղից, եթե վարկ եք ուզում ձևակերպել, այնտեղից կարող եք ի վերջո պատասխանը ստանալ։ Եվ այստեղ առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք, եթե ինչ-որ մի բան այնպես չէ, դա կարող է լինել ուղղակի չի երևում հիմա։ Այսինքն որ թաքնված ինչ-որ մի բան է, բայց նշույլները կան եւ անպայման ուշադրություն դարձրեք, եթե կան նման բահեր, հա, երևում է ինչ-որ մի բան, բայց մտածում եք դա չէ, դե հիմա այսօր հոգնեցի, վաղը հոգնեցի, դա համար կարող է այսպես լինի, անպայման ուշադրություն դարձրեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին, տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 20-ից 26-ը։ Նամակագրական կապ է սա,
ինչ-որ մեկի հետ, նաև դա կարող է լինել փաստաթուղթ, որը կստանաք, գուցե շատ կարևոր է, փաստաթուղթ կուղարկեք, նաև շատ կգրեք ինչ-որ բաներ, կգրանցեք, գուցե ցուցակ եք կազմում անընդհատ, ինչ-որ հարցերի հետ կապված, ես խոսում եմ, խոսամ վերջացնեմ նոր, նաև դա փաստաթուղթ կարող եք ստորագրել, փաստաթուղթ ինչ-որ պայմանագիր կնքել, ինչ-որ բաներ նայել միտեղից գրանցել, տեսնենք գուցե ցույց տա սա, անձնական հարաբերություններն այստեղ SMS եք գրում անընդհատ իրար, կամ սոցհարթակներով եք խոսում, ինչ է սպասվում ջրհոսներին, այստեղ ուրեմն անձնական հարաբերություններում խորամանկություն կա, կամ դուք եք խորամանկորեն դիմացինի հետ փորձում ծանոթանալ, կամ իրենք են խորամանկորեն փորձում ձեզ հետ ծանոթանալ, բայց խորամանկությունը պետք է տարբերեք խաբեությունից, այսինքն կարող է ինչ-որ քայլեր անի ձեզ հետ ծանոթանա, փորձի ծանոթանալ, բայց նաև կարող է ուղղակի ինչ-որ նպատակ ունի, այսինքն պետք է կարողանա ըմբռնել այդ նպատակը, ուզում է ձեզ հետ ուղղակի ժամանակ անցկացնել, ինչ-որ մի ձևով, գուցե ինչ-որ մեկի հետ գրազ է եկել, եւ դա կարող է նաև լինել ուղղակի այդպես խորամանկություն, զգում եք, ինչ-որ մեկին է խառնում, որ ձեզ հետ ծանոթանա, անընդհատ գալիս է, ինչ-որ ձևով ուզում է ինչ-որ մի բառ փոխանակել ձեզ հետ, որ ծանոթանա, դա արդեն ուրիշ հարց է։ Եվ այստեղ կարող խորամանկություն անել նաև ձեր ընտանիքի անդամները, չեն բացառվում ձեզ հետ կապված, ինչ-որ մի բան ուզելու համար, կախված է ինչ են ուզում, ինչ-որ խորամանկ պահեր կան։ Նաև դուք կարող եք լինել խորամանկ, ձեր ամուսնուց մի քիչ ավելի շատ գումար պոկել, ինչ-որ մի բան անել, չի բացառվում, դա կյանք է եւ բոլորն են այդպեսին ինձ թվում, Աշխատանքի հետ կապված, այստեղ կամ գտնում եք ավելի բարձր եկամուտով աշխատանք, կամ նաև դա կարող է լինել աշխատանքից, աշխատավայրից գումար եք ստանում, աշխատավարձն են բարձրացնում այստեղ, ավելի շատ ցույց է տալիս գումարը, գումար կարող եք ներդնել ոչ աշխատանքի մեջ, ոչ բիզնեսի մեջ, ինչ-որ գործեր անելու համար, ինչ-որ խանութ կարող եք բացել, դա ևս մարդու աշխատանքն է, կամ ուզում եք օրինակ դուրս գալ, և ձեզ առաջարկում են, որ արի, մնա, ես քո աշխատավարձը կբարձրացնեմ, գուցե լավ աշխատող եք իր համար, և ուզում եք այդպես ֆինանսապես ձեզ պահել, ֆինանսական առումով։ Իսկ գումարը, այստեղ ևս, դամար ասացի, որ ինչ-որ մի բան եք կարծես թե ցանկանում սկսել, գումարը կամ կծախսեք երեխաների վրա, երեխաների ծախսերն են այստեղ, թոռների ծախսերն են, գուցե նվերը, միգուցե մեկ այլ բան է, դա նաև կարող է լինել նորը սկսելու, նոր բիզնես, գումար ներդնեք նոր բիզնեսից, կամ առաջին եկամուտները ստանաք բիզնեսից, այդպես զարմանաք, որ արդեն եկավ, մարդը այդ պահին շատ մեկ այլ զգացումներ ունի իր սեփական արած գործից գումար վաստակելը։ Շատ կարևոր է այդ պահը, որ մարդիկ ոնց որ ստանում են այդ գումարը։ Ինչ որ նաև կարող է լինել հղիության վրա ծախս, ծննդաբերության հետ կապված, երեխայի սենյակը դասավորելու հետ կապված ծախսեր, նոր կյանք սկսելու, նոր տեղ եք տեղափոխվում եւ դրա վրա եք գումար ծախսում, նոր իրեր եք գնում տան համար։ Դա նաև կարող է գալ ձեզ գումար, ձեր երեխաները ձեզ գումար փոխանցեն։ Իսկ առողջության հետ կապված բացարձակապես ոչ մի խնդիր չունեք, բացարձակ, առողջ եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գրոպե, քամին դուրը տանում, պահպանեմ, որպեսզի չվախենաք, չհասցրեցի կանգնացնեմ տեսանյութը, Բայն ուժեղ քամի սկսեց, մեկ րոպե, մեզ էլ ակշելու տանի, մոմն էլ անջատեց, մեկ րոպե, մեկ քամի ենք երազում,
մեկ էլ այնպեսի քամի է լինում, որ դե տեսնենք ձկներին կնայենք, տեսնենք ինչ է սպասվում ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 20-ից մինչև 26-ը։ Ընդհանուր ֆոնը արև, ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, այս շաբաթ, ուրախանալու առիթ շատ կլինի, միգուցե նաև ցույց տա, թե որ ոլորտում կլինի ավելի շատ ուրախության առիթներ։ Տեսնենք, ինչ է սպասվում ձկներին։ Հետաքրքիր է։ Ուրախության առիթներ շատ ունեք, բայց նաև խնդիրներ ևս։ Այստեղ ուրեմն անձնական հարաբերություններում բախումներ, խնդիրներ, իրար միգուցե չեք հասկանում, ինչ-որ բաներ իրար հետ, այսինքն չեք կարող լուծել, հասկանալ։ Նաև դա կարող է ընտանիքում է խնդիր, բոլորին է դա վերաբերվում, ոչ թե հարաբերություններն են խնդիր։ Կամ նոր ուզում եք ինչ-որ մեկ հետ ծանոթանալ եւ չեք կարողանում, բախվում եք անընդհատ խնդրի եւ չի ստացվում լեզու գտնել իր հետ, չի ստացվում խոսել իր հետ։ Յուրաքանչյուր հարց պետք է ավելի հանգիստ լուծեք։ Միգուցե այս տրամադրվածությունը ձեր օգնում է ձեզ, որպեսզի դուք նման հարցերին ավելի թեթև նայեք։ Ոչ թե ուրախանում եք, այլ ուզում ասել, որ այդ ձեր բնավորության գիծը, այդ ձեր վերաբերմունքը, ամեն ինչին ուրախ, թեթև կկարողանաք նաև այս հարցին լուծում տալ։ Աշխատանքում նույնպես խնդիրներ են։ Ու դուք եւս այստեղ ուրիշ ձև եք ընկալում այդ խնդիրները։ Ուրիշ ձև եք նայում։ Ճակատագրական քայլ կարող եք անել։ Միգուցե նաև այստեղ ընդունվում եք աշխատանքի, դա եւս ճակատագրական քայլ է։ Այսինքն այնպեսի մի աշխատանքի եք ընդունվում, որ ոչ բոլորը կընդունվեին, կամ իրոք այնպեսի մի աշխատանքի վայր է, որ երազում են շատերը ընդունվել այդ աշխատանքի վայր, եւ դուք կարող եք ընդունվել։ Եվ նաև հակառակը, այստեղ կարող է լինել խնդիրներ աշխատանքային։ Ծանր բեռ, շատ է գործը, շատ պետք է աշխատեք այս շաբաթ։ Կամ ինչ-որ մեկը բացակայում է, իր աշխատանքը եւս տվել են ձեզ, եւս դուք դա էլ պետք է անեք, ոնց որ ընդհանրად ձեր ուսերին են թողնում բոլոր խնդիրները, որ դուք պետք է անեք այս շաբաթվա ընթացքում։ Դե ճակատագրական քայլը նաև կարող է լինել դուրս գալ աշխատանքից, բայց գիտեք, դա ձեզ ուրախացնում է, դա ձեզ չի տխրեցնում, միգուցե իրոք այն, որ արդեն սենց հասել է, այն աստիճան, որ իրոք չեք ուզում արդեն անել ոչինչ։ Եվ հիմա որ վերջապես կարող ոնց որ մարդը որ դուրս չէր հավաքում, դուրս գար աշխատանքից, եւ հիմա այդ հնարավորությունը տրվել է, ավելի ուրախ եք դուք դրա համար, որ ի վերջո ազատվեցիք այդտեղից եւ հիմա կարող եք հանգիստ շունչ քաշել եւ նոր աշխատանք գտնել ավելի լավ է։ Բայց սա նաեւ եթե պատվերով եք աշխատում, ոնց որ բեռը շատ է եւ այս շաբաթ անդադ պետք է անեք, այդպես։ Ծանրաբեռնը կամ ձեր ուսերին է, դուք եք միայն աշխատում եւ ամեն ինչը ձեր ուսերին է, դուք պետք է անեք։ Գումարային առումով այստեղ աղջիկ է, կամ ինքն է ձեզ գումար տալիս, կամ դուք եք իրեն գումար տալիս, այդպես ինչ որ բաներ են, ուղարկում է ձեզ, կամ ձեր տնօրենն է վճարում է, կամ ձեր հաճախորդն է վճարում է, այդպես։ Ինչ որ հատուկ բաներ չկա այստեղ ասելու, որովհետև գումարային հարցը կապված է որևէ աղջկանից։ Կարող է տանտերն է, իրեն է գումար տալիս, այդպես է հիմա։ Բոլոր այդքան օրինակները չեմ կարող բերել բոլորի մոտ, դա կարող է տարբեր լինել։ Իսկ առողջությունը հետևում եք։ Այստեղ հետևում եք ձեր առողջությանը, ամեն ինչ կարգին է, միգուցե նաև վիրահատության եք այս շաբաթ, միգուցե նաև ծնողների հետ է կապված, իրանք են, կարող է իրանց առողջությանն եք հետևում, իրանց եք տանում բժշկի այս շաբաթ։ Այդ անձամբ դուք ինչ որ տենց շատ ինչ որ խնդիրներ որ ասեմ չկա, հետևում եք եւ չեք թողնում յուրաքանչյուր խնդիր ավելանա ձեզ մոտ։
Մնային դեպս այս շաբաթ այդպես կլինի։ Որտեղ այստեղ եթե դժվար է աշխատանքը, բնականաբար ֆիզիկապես է մարդը հոգնում, գուցե ինչ-որ մեջք է ցավում, կախված է թե ինչ աշխատանք է, եթե հատկապես լավ ուժեղ այդպես ֆիզիկական աշխատանք է եւ ծանր աշխատանք է, բնականաբար ավելի շատ կարող այդպես մեջքը սկսի ցավել եւ այլն, եւ բայց դուք ոնց որ զբաղվում եք ձեր առողջությամբ, անում եք ինչ-որ բաներ, գուցե սպորտ եք անում հետո, հա, որպեսզի խնդիրը շատ չլինի կամ երկար չտևի, չխանգարի ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։